Ամեն ինչ շուտով կավարտվի ասելով, արդյոք Թրամփը ազդարարում է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտը։ Միջազգային որոշ վերլուծաբաններ Վաշինգտոնից և Թել Ավիվից հնչող հայտարարություններից ենթադրում են, որ հնարավոր է այս ամիս ավարտվեն ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, սակայն քարոզչական պատերազմը շարունակվելու է։ Թրամփն ու Նեթանյահուն փորձում են բորբոքել Իրանում ներքաղաքական գրքերը իշխանության հետ անհաշտ քաղաքացիներին նորից փողոց հանելու հույսով։ Մենք կենտրոնացած ենք 3 նպատակների վրա. ոչնչացնել Իրանի միջուկային բալիստիկ ծրագրերը և ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան իրանցի ժողովրդին վերցնել նախաձեռնությունն իրենց ձեռքը։ Հիմա գործում ենք վերացնելու այն արդյունաբերությունը, որ հնարավորություն է տալիս ստեղծել այդ ծրագրերը։ Նեթանյահուն հպարտությամբ հայտարարել է, թե ոչնչացրել են Կասպից ծովի մոտ իրանական ռազմական ամբողջ ներուժը։ Վերլուծաբանների խոսքով Իրանն այդ ուժերը կենտրոնացրել էր զսպելու Ադրբեջանից եկող սպառնալիքները։ Թրամփը լրագրողներին ասել է, որ խնդրել է Նեթանյահուին չշարունակել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Ես նրան ասացի մի արա, նա չի անի, ասել է Թրամփը։ Իրանի զինուժը հայտարարել է, որ էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելով Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսել են պատերազմի նոր փուլ, ու եթե դրանք շարունակվեն, Իրանը չի դադարի թիրախավորել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ենթակառուցվածքներն այնքան ժամանակ, մինչև դրանք ամբողջությամբ չվերանան։ Ամերիկյան ABC News-ի տեղեկություններով Վաշինգտոնը փորձում է շարքից հանել իրանական ավիակիր նավերը, որպեսզի չեզոքացնեն Հորմուզի նեղուցը շրջափակելու Իրանի հնարավորությունները։ Աքսիոսի տեղեկություններով Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի նավթային սրտի, Խարկ կղզու օկուպացիայի կամ շրջափակման հնարավորությունը։ Գայանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։